Սիրելիս, եթե դու այսօր հոգնած ես և բեռնավորված ես այս աշխարհի հոգսերով, հոգուդ վրա ունես մի անհասկանալի ծանրություն, մեղքերով ծանրացած ես, այսօր ունեմ քեզ համար բարի լուր, այս ամենից ելք կա սիրելիս, մեր այս խիստ խավար օրերի մեջ մենք փնտրում ենք լույսի աղբյուր, նա է ճշմարիտ լույսը, Հիսուս Քրիստոսը, Հովհաննես 8:12-ում գրված է. Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Եկեք այսօր այս ապաշխարության աղոթքով հրաժարվենք այս խավար աշխարհի գործերից, ներում խնդրենք Աստծուց, մեր ծնված օրվանից մինչև այս պահը մեր գործած մեղքերի համար, եւ այսուհետ ապրենք Աստծո կամքով, քայլենք Աստծո ճանապարհներով, մեր խաչը վերցնենք եւ գնանք Հիսուսի հետևից, քանի որ Սուրբ գրքում ունենք հաստատություն, որ մեր անկեղծ զղջումը ջնջում է մեր մեղքերը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Առաջին Հովհաննեսի 1:9-ում գրված է. Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, մեր մեղքերը ներելու եւ մեզ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Հենց հիմա կրկնիր ինձ հետ այս ապաշխարության եւ փրկության աղոթքը եւ եղիր մաքրված քո տարիների կուտակված մեղքերից, որոնք ծանր բեռ են քո ուսերին, որ դու կրում ես ամեն վայրկյան քո ուսերի վրա։ Գրված է առաջին Տիմոթեոս 2:4-ում. Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ ճշմարտությունը ճանաչեն, քանի որ կա մեկ Աստված եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց միջեւ, որն է Հիսուս Քրիստոսը, որն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց։ Երկրորդ Կորինթացիս 6:2-ում գրված է. Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Կրկնիր հետս. Հայր Աստված, գալիս եմ այսօր քո գահիտ առաջ Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուսի միջոցով տրված որդիական իրավունքով, այսօր հնարավորություն ունեմ կանգնել քո առջև Տեր։ Խնդրում եմ երկնային Հայր, որ այսօր ներես իմ ամեն գործած մեղք, որը դեմ է եղել քո կամքին։ Խնդրում եմ ներես, մաքրես ու ձյունից ջերմակ անես ինձ Տեր։ Օգնիր ինձ Տեր, այլևս ապրել սուրբ կյանքով, քո կամքի համաձայն, որն է բարի, հաճելի եւ կատարյալ։ Ահա քո կամքը Տեր։ Քանի որ Եփեսացիս 2-ում գրված է, քո խոսքն ասում է. շնորհքով ես փրկված, հավատի միջոցով։ Տեր, ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց եկավ աշխարհ, մարդացավ, որպեսզի բոլորիս հասանելի լիներ, չարչարվեց մեր փոխարեն, խաչվեց մեր գործած մեղքերի համար եւ երրորդ օրը հարություն առավ եւ հավատում եմ, որ նա Աստված է եւ Աստծո որդին։ Այնպես էլ հավատում եմ, որ ես նույնպես հարություն եմ առնելու Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ, հավիտենական կյանքը ժառանգելով։ Տեր, ընդունիր ինձ այսօր քո թագավորության մեջ եւ գրիր իմ անունը կյանքի գրքում եւ օգնիր ինձ, որ իմ մնացած օրերն էլ կարդամ քո կենթանի խոսքը մեզ ուղղված, որն է Աստվածաշունչը։ Ապրեմ քեզ ծառայելով եւ ամեն բան անեմ միայն քեզ փառք բերելու համար։ Աստվածաշունչն ասում է բոլոր նրանց, ովքեր ընդունեցին նրանց զորություն տվեց դառնալու Աստծո որդիներ։ Հովհաննես 1:գլուխ։ Ամեն։ Սիրելիս, շնորհավորում եմ քեզ, եթե աղոթքդ անկեղծ էր, այսօր դու նորից ծնվեցիր Աստծո համար, դարձար Աստծո լիարժեք որդին, քանի որ մինչ այժմ քո մեղքերը պատնեշ էին քո եւ Աստծո միջև, իսկ հիմա դու վերստին ծնունդ ունեցար, ոչ թե նորից քո ծնողներից, այլ Աստծո խոսքով, փրկության օրվա համար։ Սուրբ գրքում գրված է նաև Հռոմեացիներիս 10:9-13, որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես, քանի որ սրտով հավատում են արդարանալու համար եւ բերանով դավանում են փրկության համար, որովհետև Գիրքն ասում է. ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու։ Հրեայի եւ հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է,
առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն, քանի որով Տիրոջ անունը կանչի կփրկվի։ Ամեն փառքերը, զորությունները, իշխանությունները թող հավիտյանս հավիտենից լինեն Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Ամեն։